Վերջին տարիներին Հայաստանի անվտանգային միջավայրը զգալիորեն փոխվել է։ Եթե նախկինում անվտանգության մոդելը կառուցված էր ավելի կանխատեսելի և կայուն համակարգերի վրա, ապա այսօր տարածաշրջանը դարձել է արագ փոփոխվող և բազմաբևեռ մրցակցության դաշտ։ Այս փոփոխությունները ստիպում են վերանել ոչ միայն ռազմական քաղաքականությունը, այլ նաև պետության ընդհանուր ռազմավարական մտածողությունը։ Այս տեսանյութում փորձելու ենք հասկանալ, արդյոք Հայաստանը մտնում է անվտանգության նոր փուլ, ինչ գործոններ են ազդում այդ փոփոխության վրա և ինչ հետևանքներ կարող է ունենալ դա երկարաժամկետ հեռանկարում։ Հարավային Կովկասը պատմականորեն եղել է խաշմերուկ տարբեր ուժերի համար, սակայն վերջին տարիներին այդ մրցակցությունը դարձել է ավելի ակտիվ և բազմաշերտ։ Տարածաշրջանում միաժամանակ գործում են մի քանի ազդեցիկ դերակատարներ՝ իրենց քաղաքական, տնտեսական և ռազմական շահերով։ Այս պայմաններում փոքր պետությունների համար կարևոր է ունենալ ճկուն և բազմակողմանի մոտեցում։ Անվտանգությունը այլևս չի սահմանափակվում միայն դաշնակցային հարաբերություններով կամ ավանդական պաշտպանական համակարգով։ Այն պահանջում է դիվերսիֆիկացված քաղաքականություն, նոր տեխնոլոգիաների ներգրավում և արագ ադապտացիա։ Հայաստանի համար սա նշանակում է, որ նախկին մոդելները պետք է վերանայվեն հաշվի առնելով նոր իրողությունները։ Ժամանակակից աշխարհում անվտանգությունը դարձել է բազմաշերտ հասկացություն։ Այն ներառում է ոչ միայն ռազմական ուժը, այլ նաև տեղեկատվական անվտանգությունը, տնտեսական կայունությունը, էներգետիկ անկախությունը և տեխնոլոգիական զարգացումը։ Եթե նախկինում պաշտպանությունը հիմնականում ընկալվում էր որպես բանակի և զինտեխնիկայի խնդիր, ապա այսօր այն համարվում է ամբողջ պետական համակարգի գործառույթ։ Օրինակ, տնտեսության դիմակայությունը ուղղակիորեն ազդում է պաշտպանական կարողությունների վրա։ Նույն կերպ տեխնոլոգիական զարգացումը կարող է բարձրացնել բանակի արդյունավետությունը առանց մեծ քանակական ավելացման։ Այս փոփոխությունը նաև մտածողության փոփոխություն է։ Պետությունները փորձում են ավելի քիչ կախված լինել մեկ ուղղությունից և ստեղծել բազմաշերտ անվտանգության հենք։ Վերջին տարիներին տեխնոլոգիաները դարձել են անվտանգության առանցքային տարրերից մեկը, հատկապես անօդաչու համակարգերը, հետախուզական միջոցները և թվային կառավարման համակարգերը փոխել են ռազմական գործողությունների բնույթը։ Հայաստանի համար տեխնոլոգիական արդիականացումը կարևոր նշանակություն ունի մի քանի պատճառներով։ Առաջին, աշխարհագրական պայմանները պահանջում են մշտական վերահսկողություն և արագ արձագանք։ Երկրորդ, մարդկային ռեսուրսների սահմանափակ լինելը ստիպում են առավել արդյունավետ օգտագործել առկա կարողությունները։ Երրորդ, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բարձրացնել ճշգրտությունն ու նվազեցնել ռիսկերը։ Տեխնոլոգիական ներդրումները կարող են դառնալ այն գործոնը, որը կփոխի անվտանգության ընդհանուր որակը։ Անվտանգության նոր փուլը հաճախ կապվում է գործընկերային հարաբերությունների ընդլայնման հետ։ Տարբեր պետությունների հետ համագործակցությունը թույլ է տալիս ստանալ նոր փորձ, տեխնոլոգիաներ և աջակցություն։ Սակայն դիվերսիֆիկացիան պետք է լինի հաշվարկված։ Այն չի նշանակում հրաժարվել նախկին հարաբերություններից, այլ նշանակում է ստեղծել ավելի լայն համագործակցության ցանց։ Այս մոտեցումը կարող է մեծացնել քաղաքական մանևրելու հնարավորությունները և նվազեցնել կախվածությունը մեկ ուղղությունից։ Հայաստանի համար նման մոտեցումը ենթադրում է ակտիվ արտաքին քաղաքականություն, հավասարակշռված հայտարարություններ և պրագմատիկ համագործակցություն։ Անվտանգության կայունությունը մեծապես կախված է տնտեսական վիճակից։ Առանց տնտեսական աճի և ներդրումների դժվար է իրականացնել լայնածավալ արդիականացում։ Վերջին տարիներին ավելի հաճախ է քննարկվում պաշտպանական արդյունաբերության զարգացումը։ Սա կարող է ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տեխնոլոգիական կրթությանը և բարձրացնել տեղական արտադրության մակարդակը։ Եթե հաջողվի կապել ռազմական տեխնոլոգիաները քաղաքացիական ոլորտների հետ, հնարավոր կլինի ձևավորել երկակի նշանակության արտադրություն, որը միաժամանակ կծառայի և անվտանգությանը, և տնտեսությանը։ Այսպիսով, անվտանգությունը դառնում է նաև տնտեսական զարգացման գործիք։ Հանրային վստահության կարևորությունը անվտանգության քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել առանց հանրային վստահության։ Հասարակությունը պետք է հասկանա ինչ ուղղությամբ է շարժվում պետությունը և ինչ նպատակներ է հետապնդում։ Թափանցիկ հաղորդակցությունը և ռազմավարական հստակությունը կարող են նվազեցնել ապատեղեկատվության ազդեցությունը և ամրապնդել ներքին կայունությունը, իսկ ներքին կայունությունը ցանկացած անվտանգության համակարգի հիմքն է։ Անվտանգության նոր փուլը միշտ ուղեկցվում է մարտահրավերներով։ Դիվերսիֆիկացիան կարող է առաջացնել արտաքին զգայունություն, տեխնոլոգիական արդիականացումը պահանջում է ֆինանսական միջոցներ, տնտեսական զարգացումը պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն։ Այս բոլոր գործընթացները պետք է իրականացվեն փուլային և հաշվարկված ձևով։ Հակառակ դեպքում հնարավոր է, որ արագ փոփոխությունները ստեղծեն նոր անհավասարակշռություններ։ Եթե Հայաստանը կարողանա համադրել տեխնոլոգիական արդիականացումը, տնտեսական զարգացումը և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը,
ապա հնարավոր է ձևավորել ավելի կայուն և դիմակայուն անվտանգության համակարգ։ Սակայն ըստ գործընթացը ժամանակատար է, այն պահանջում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնագիտական կրթություն և ռազմավարական հետևողականություն։ Անվտանգությունը արագ լուծում չունի, այն կառուցվում է տարիների ընթացքում։ Հայաստանի անվտանգության համակարգը գտնվում է վերափոխման փուլում։ Տարածաշրջանային փոփոխությունները, տեխնոլոգիական զարգացումները և արտաքին քաղաքական նոր ուղղությունները ձևավորում են նոր իրողություն։ Այս նոր փուլը կարող է դառնալ ինչպես հնարավորություն, այնպես էլ մարտահրավեր։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արդյունավետ և համակարգված կկառուցվի ռազմավարությունը։ Անվտանգությունը այլևս միայն պաշտպանության նախարարության խնդիրը չէ, այն ամբողջ պետական համակարգի և հասարակության համատեղ պատասխանատվությունն է։ Հաջորդ տարիները ցույց կտան, արդյոք Հայաստանը կկարողանա ձևավորել ժամանակակից, բազմաշերտ և դիմակայուն անվտանգության մոդել, որը կպատասխանի տարածաշրջանի բարդ պահանջներին։